Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Հաղորդման գործընկերն է Maxus կենսաակտիվ հավելումները։ Սեռական ցանկության առաջացումը ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ նաև բարդ հոգեբանական գործընթաց է, որի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Կախված տարիքային փոփոխություններից եւ հոգեբանական ու մի շարք միջանձնային հարաբերություններում խնդիրներից սեռական ցանկությունը կարող է ենթարկվել փոփոխությունների։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք սեքսուալությունից, ֆիզիկական եւ հոգեկան առողջության տեսանկյունից։ Իսկ այսօրվա իմ հյուրն է հոգեբան, քոուչ, գրող Հեղինե Խաչատրյան։ Բարև ձեզ։ Ողջույն Լուսինե ջան։ Հեղինե ջան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր մենք խոսելու ենք սեռական ցանկության հոգեբանական կողմի մասին։ Սակայն նախքան անդրադառնալը հոգեբանական կողմին, նախ մի փոքր ես խոսեմ ցանկության մասին բժշկական տեսանկյունից, որ այն ապահովող, գլխավոր հորմոնը տեստոստերոնն է։ Սակայն հաշվի առնելով այն քեյսերը, որոնք մենք ընդունում ենք, մեծ մաս դեպքերում կապված է զույգային միջանձնային հարաբերությունների հետ։ Այ խոսենք հենց դրա մասին, հա, ինչը կարող է անդրադառնալ սեռական ցանկության առաջացման կամ առհասարակ բացակայության ձևավորման վրա։ Հարցին անդրադառնալու համար շատ կարևոր է հստակեցնել, թե հարաբերությունների որ փուլի մասին է խոսքը, որովհետև կա պատկերացում, որ այնպիսին ինչպիսին սեռական ցանկությունները եւ հարաբերությունը եղել են հենց հարաբերությունների սկզբում, ողջ հարաբերությունների ընթացքում նույն մասշտաբով պետք է պահպանվեն, բայց դա շատ ուտոպիստական պատկերացում է, որովհետև առաջին հերթին մենք անձնային փոփոխություններ ենք ունենում կյանքի տարբեր փուլերում, ֆիզիոլոգիական փոփոխություններ ենք ունենում կյանքի տարբեր փուլերում եւ միևնույն ժամանակ նաեւ հարաբերությունները բախվում են շատ տարբեր փորձությունների, փորձառությունների, կրիզիսային շրջանների, որոնք իհարկե իրենց ազդեցությունն ունեն։ Եթե խոսենք հարաբերությունների սկզբի մասին, իհարկե նաև սխալ է հարաբերությունների արդեն ինչ որ հետադարձ փուլում հետհայացք գցել եւ համեմատել սկզբում ունեցած փոխհարաբերությունների եւ առհասարակ սեռական ակտի հետ, որովհետեւ նույնը իհարկե չի կարող լինել, կարող է ավելի լավ լինել, եթե զույգերը աշխատում են հարաբերությունների զարգացման վրա։ Այո, եւ կարող է ցավոք սրտի նաեւ ավելի վատ լինել, արդեն ելնելով ինչպես են իրենք հաղթահարում այդ կրիզիսը։ Հարաբերությունների սկզբում ունեցած սեռական ցանկության, ակտիվության, որակի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունի նախ մեր հորմոնալ դաշտը։ Մենք չբացառենք այն փաստը, որ մեր հոգեկանը եւ մեր ֆիզիկականը շատ զուգակցված են աշխատում եւ հոգեկան process-ները միանշանակ ազդում են նաեւ ֆիզիկական process-ների վրա։ Երբ սկզբում, երբ մեր զուգընկերը շատ անորոշ կերպար է, ինչ որ առեղծվածային կերպար է, երբ իր հետ փոխհարաբերությունները դեռ մեզ համար ինչ որ մթության ասպեկտներ ունեն, երբ մենք իրեն իդեալական ինչ-որ կերպար ենք հաղորդում, իսկ հարաբերությունների սկզբում հիմնականում ենք այո, միշտ հոգեկանի process-ն է այդպես կառուցված, հա, մենք հարաբերությունների սկզբում զուգընկերոջը դիտարկում ենք միայն իր լավ որակներով եւ կողմերով, իսկ ինչ վատ բան նկատվում է, մտածում ենք դե լավ, սերը կհաղթահարի, կամ փորձում ենք չնկատել եւ ամբողջ ուշադրության բևեռը եւ ակցենտը այդ լավ որակների վրա են։ Եվ այս սկզբնական փուլում նաեւ հորմոնալ դաշտի փոփոխություն է տեղի ունենում։ Էյֆորիկ զգացողությունները։ Այո, այդ օքսիտոցինը, ադրենալինը, որ լինում է, հա, ինչի արդյունքում նաեւ տեստեստերոնային փոփոխություններ են լինում եւ միանշանակ այդ բուրըն զգացողությունները, որ սկզբում են լինում, ժամանակի հետ ցավոք սրտի, թե բարեբախտաբար, ոչ թե աճում են, այլ հակառակը կամ ստաբիլացվում են, կամ ավելի անկում են ունենում, կախված փոխհարաբերությունների նաև դինամիկայից, որովհետև եթե սկզբում անձնային, միջանձնային փոխհարաբերությունները զուգընկերների հետ ավելի շատ ձուլման մասին են, այնտեղ որտեղ որ մենք ամեն տեղ միասին ենք, շրջապատը նույնն է, ընկերները նույնն են, հետաքրքրությունները նույնն են, զուգընկերը իդեալական կերպար է մեզ համար, բայց գալիս է ինչ-որ մի փուլ, երբ մենք սկսում ենք արդեն բախվել կոնֆլիկտների հետ, որտեղ զուգընկերոջ արդեն ինչ-որ բացասական կողմերն են սկսում դրսևորվել, եւ այստեղ արդեն երկակի զգացողություններ են առաջանում, արդյոք ես պատրաստ եմ շարունակել,
Արդյոք ես ցանկանում եմ շարունակել, արդյոք զուգընկերը բավականաչափ ցանկալի է ինձ համար այս տեսանկյունից։ Փոխվում են նաև սեռական հարաբերությունների որակական կողմը, հա, կամ դեպի ավելի լավ, կամ դեպի ավելի վատ։ Եթե զույգը աշխատում է դրա առաջ խաղացման վրա, բնականաբար ավելի լավ փոփոխություններ, բայց ցավոք սրտի, այստեղ մենք արդեն անդրադառնում ենք մեր հաջորդ հարցին, զույգերը ընդհանրապես հատկապես ավելի շուտ կանայք միշտ խուսափում են բարձրաձայնել սեփական ցանկությունների մասին, մասնավորապես սեռական ցանկության մասին։ Եվ այդ ճնշված ցանկությունները ժամանակի ընթացքում բերում են խնդիրների առաջացման։ Այ դրանց մասին խոսենք։ Դե եկեք չբացառենք այն փաստը, որ անձի ձևավորման վրա մեծապես ազդեցություն է ունենում ինչպես ընտանիքը, այնպես էլ միջավայրը, որտեղ նա մեծանում է, եւ նաեւ գոյություն ունի այդպիսի հասկացողություն, ինչպիսին է ժամանակի ոգին, որովհետեւ վստահաբար սովետական ժամանակաշրջանում մեծացած օրինակ մեր ծնողները եւ տատերը եւ պապերը բոլորովին այլ իրականության մեջ են մեծացել, քան օրինակ հիմա մեծանում են երեխաները։ Եվ հաշվի առնելով, որ մենք կոնսերվատիվ պահպանողական հասարակություն ենք եւ շատ հաճախ սեքսուալության, սեռական կոնտակտի թեմաները տաբուացված են եւ շատ ամոթ է ներշնչված այս թեմայով եւ հատկապես կանանց եւ տղամարդկանց փոխհարաբերության մեջ այո կանայք ավելի շատ ընկալվում են որպես այսպես չդրսևորվող, այսինքն այդ պրոպագանդան էր գնում ավելի շատ, ուստի հնարավոր է, որ իհարկե յուրաքանչյուրի հոգեկանը շատ տարբեր կառուցվածք ունի եւ դրդապատճառները չբարձրաձայնելու խնդիրները կարող են տարբեր լինել, մանկական ինչ-որ տրավմաներ, ամոթի զգացողություն, վախեր, չընկալված լինելու, չընդունված լինելու, չհասկացված լինելու, մեղադրանք լսելու, ինչ-որ կասկածներ եւ այս ամենի արմատներում եւ խորքում հիմնականում փոխադարձ ոչ վստահելի հարաբերություններն են, որովհետեւ ամեն դեպքում նախքան նման խոսակցության անցնելը բարձրաձայնելու, հա, շատ կարևոր է զույգի մեջ ամրապնդել եւ ստեղծել փոխադարձ վստահության, ապահովության հարաբերություններ, որտեղ որ ինչի մասին էլ որ ես խոսեմ, ես ինձ ապահով եմ զգում, լսված եմ, ընկալված։ Այո, եւ շատ հաճախ աշխատանքը պետք է սկսել ոչ թե նրանից, որ այ գնա եւ ճիշտը բարձրաձայնելն է, քննարկիր եւ ասա այն ինչ դու մտածում ես, այլ փորձել առաջին հերթին ներսում ստեղծել այդ ներքին հենարանները, ապահովության դաշտը, որտեղ որ արդեն գիտեք շատ հաճախ միայն կանանց մոտ չէ, տղամարդիկ են վախենում բարձրաձայնել սեռական ցանկությունները։ Էլի փոխադարձ ապահովության դաշտի, վստահության զգացողությունների մասին է, որը կարծում եմ դա առաջին փուլն է, հետո նոր անցումը այդ ամենի մասին խոսելու եւ շատ հաճախ դա կարող է նաեւ ուղեկցվել նրա հետ, որ այն մարդիկ օրինակ ովքեր վաղ կամ ամոթ ունեն այդ թեման բարձրաձայնելու, շատ հաճախ իրենք ներսում խնդիր ունեն այդ թեմայի հետ։ Այսինքն իրենց համար արդեն կան ներքին դիրքորոշումներ, հավատալիքներ, կարծրատիպեր, ծնողական ուղերձներ, սեքսուալության, այո, եւ սեռական ակտի վերաբերյալ, որի հետ իրենք հաշտ չեն, եւ այս դերից որևէ հարց այդ թեմայի շուրջ բարձրաձայնելը անարդյունավետ կլինի, այսինքն սկզբից պետք է այդ ներքին աշխատանքը, ներքին հաշտությունը, անպայման, այո, այդ դիրքորոշումներից ազատագրումը, ուղերձների հետ աշխատանքը, հավատալիքների փոփոխությունը, հետո այդ վստահության, ապահովության դաշտի ստեղծումը զույգի միջև, հետո նոր այդ թեմայից բարձրաձայնումը։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ նույն ամոթը չի կարելի դրա մասին խոսելը, հա, համարենք մանկական տրավմա ընտանիքներում, որը հետագայում բնականաբար անդրադառնում է արդեն հասուն հարաբերությունների վրա։ Եվ ես միանշանակ կարող եմ փաստել, որ այն կանայք, ովքեր դիմում են սեքսուալ գանգատներով, մեծ մաս դեպքերում նշում են, որ ընտանիքում փակ է եղել սեռական դաստիարակությունը, ամոթ է եղել դրա մասին խոսալ, ամոթ է եղել սեփական մարմինը ընդունել, սիրել եւ դա բնականաբար արդեն զուգընկերոջը ներկայացնել, հա, այսպես ասել։ Ինչպես է առօրյա լարվածությունը, ստրեսը, տագնապային վիճակները անդրադառնում սեռական ցանկության վրա։ Իրականում սա շատ խորքային հարց է, որովհետև առաջին հերթին դրանք անդրադառնում են միջանձնային փոխհարաբերությունների վրա, հետո արդեն ֆիզիոլոգիապես են սկսում դրսևորվել, իսկ դուք կփաստեք արդեն ձեր նաև քեյսերով, որ
շատ հաճախ այդ հորմոնալ փոփոխությունները, օրինակ տեստեստերոնի, լիբիդոյի իջեցումը եւ այլն, շատ զուգակցված են այդ հոգեբանական ստրեսային խնդիրներով, կորտիզոլի ստրեսի հորմոնի բարձրացմամբ, հետո նոր դա արդեն հանգեցնում է նաեւ սեռական ասպեկտին եւ այստեղ ուզում եմ անպայման ընդգծել, որ շատ հաճախ զուգընկերային փոխհարաբերություններում ամենավերջում են ուշադրություն դարձնում դրան։ Այսինքն սկզբում ամբողջ ուշադրությունը ներանձնային կոնֆլիկտների վրա է, հա, ինչ խնդիրներ կան օրինակ մեր միջև, հետո նոր ինչ որ ժամանակ անց, երբ ամեն բան խորացել է, անդրադառնում են նրան, որ սեռական հարաբերությունները արդեն տևական ժամանակ է, իրենց չեն բավարարում։ Որակապես եւ որակապես եւ քանակապես, այո, եւ ֆիզիոլոգիական շատ այլ դրսևորումներով։ Այստեղ շատ ասպեկտներ կան, որովհետեւ կախված նրանից, թե ստրեսը, ներքին կոնֆլիկտը գուցե, հա, ինչից է առաջացել։ Եթե խոսենք հոգեբանական եւ ֆիզիոլոգիական process-ների զուգակցումից, երբ օրինակ մետաֆորիկ օրինակ բերեմ, հա, երբ մենք հայտնվում ենք գիշատիչ կենդանիներով լի անտառում, ամենավերջին բանը, որ մենք մտածում ենք, դա սեռական հարաբերությունները եւ սեռական ցանկության հոգացությունն է։ Մեր մարմինը մտնում է ինքնապահպանողական բնազդի, այո, ռեժիմի մեջ, որտեղ կարիք կա առաջին հերթին հոգալու կենսունակությունը սեփական, հա։ Նույնը տեղի է ունենում նաեւ ստրեսի ժամանակ։ Մեր օրգանիզմը ընկնում է այդ ռեժիմի մեջ, հոգեկանը նույնպես, որովհետև գերլարվածությունը այնքան շատ է, կան մարդիկ, ովքեր իրենց հոգեկանում ունեն այնպիսի պաշտպանական մեխանիզմներ, որոնք գործում են հետևյալ կերպ, երբ կա խնդիր, տոտալ անջատում է գնում, այսինքն դիսոցացվում են եւ մարմնից, եւ խնդրից, եւ զուգընկերոջից, հա, եւ կա հակառակը, եւ ֆրուստրացվում են ու սկսում են շատ ավելի, երբ օրինակ բուն խնդիրը 50% լրջություն ունի, իրենք 100% էմոցիոնալ դաշտ են ապահովում այդ ամեն ինչի համար։ Եվ այստեղ արդեն զուգորդվում են մեղավորներ փնտրելով իրենց անհաջողությունների, ստրեսի եւ մնացած բանի մեջ։ Եվ քանի որ զուգընկերային փոխհարաբերություններում ամենամտերիմ մարդը ամեն դեպքում դա հենց զուգընկերն է, ամբողջ բեռը ընկնում է դիմացինի վրա, մանավանդ եթե զուգընկերոջ կողմից ներգրավվածություն չկա։ Շատ հաճախ այդ միայնության զգացողությունը, որ ես մենակ եմ այս խնդրի, այս կոնֆլիկտի, այս ստրեսի մեջ, մղում է նաև օտարացման։ Եվ իհարկե դա հանգեցնում է նաև սեռական հարաբերություններում խնդիրների, որովհետև չբացառենք այն փաստը, որ սեռական կոնտակտը, բացի ֆիզիոլոգիական ակտից, դա նաև հոգեբանական մերձեցում է։ Միանշանակ։ Եվ այստեղ ուզում եմ նշել, որ այդ ստրեսի ու լարվածության պայմաններով, քանի որ մարդ ունեն նաև էներգետիկ սպառում, բնականաբար դա թույլ չի տալու, որ լինի սեռական ցանկություն, ինչը ցավոք շատերը չեն գիտակցում եւ թվում է թե ավտոմատացված ռեժիմով պետք է օրգանիզմը աշխատի։ Հնարավոր է հարաբերություններում պահպանել կիրքը, երբ տարիների ընթացքում զույգերը վերածվել են լավ ընկերների։ Սա եւս շատ հետաքրքիր մի պահ է գալիս զույգային հարաբերություններում, երբ չեն գիտակցում։ Շատ շնորհակալ եմ իրականում այս հարցի համար, որովհետեւ էլի ընտանեկան եւ զուգընկերային փոխհարաբերությունների դինամիկայի մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում։ Սկսենք նրանից, որ իհարկե կարող է տարիների ընթացքում այդ մտերմությունը ձևավորվել, ապահովության կայունության զգացողությունը լինել, որը կարող է եւ հանգեցնել շատ ավելի որակյալ սեռական հարաբերություններին, որտեղ կա այդ ազատությունն ու ապահովության զգացողությունը, բայց մյուս կողմից դերերի խախտում կարող է լինել, որովհետեւ շատ հաճախ մանավանդ հատկապես ընտանեկան հարաբերությունների ամենամեծ կրիզիսներից մեկը դա երեխաների ծնունդն է եւ ի հայտ գալը, մանավանդ այս ասպեկտում շատ հաճախ կինը եւ տղամարդը կորցնում են իրենց դերը, դոմինանտող դերը։ Այո, փոխհարաբերություններում օրինակ կանայք ում մոտ արդարացիորեն ֆիզիոլոգիապես ակտիվանում են բոլոր այն հորմոնները, որոնք որ հնարավորություն են ընձեռնում ամբողջ ուշադրության սպեկտրը եւ բևեռը պահել երեխայի կարիքների հոգացության վրա, միանում է մոր արքետիպը, հա, հոգեբանական լեզվով։ Եվ ցավոք սրտի շատ, եթե չկա բավականաչափ գիտակցվածության աստիճան եւ մակարդակ, կանայք այս մոր արքետիպը սկսում են կիրառել նաեւ տղամարդու հետ փոխհարաբերություններում եւ առհասարակ բոլորի վրա, որտեղ ակտիվ գերխնամքով։ Այո, ակտիվ դերը դա է։ Այդ պահին կյանքի այդ փուլում ակտիվ դերը մայրությունն է։ Շատ հաճախ այս պարագայում իհարկե կորում է
եւ գիրքը եւ ֆիզիոլոգիական այդպես ձգողականությունը միմյանց հանդեպ, որովհետեւ կա նաեւ դաշտ ասվածը ու մեր հոգեկանը իրականում մեր աչքերն են տեսնում ենք ում հետ ենք փոխհարաբերվում, իսկ հոգեկանը ընկալում է ներքին սցենարներով եւ պրոցեսներով ում հետ ենք փոխհարաբերվում։ Եվ եթե նա ում ես նայում եմ, իմ ներսում ասոցացվում է մոր հետ, ես չեմ կարող նրա հանդեպ ունենալ սեռական ցանկություն, որովհետեւ առնվազն դա ինցեստային զգացողություն կլինի։ Մեր հասարակությունում։ Այո, առողջ պարագայում, Բնականաբար այստեղ սեռական ցանկության մասին եւ սեռական որակյալ հարաբերությունների մասին խոսք գնալ չի կարող։ Մյուս ասպեկտը, որ նմանատիպ կրիզիսի ժամանակ կարծես թե առաջնահերթություն է զույգի մեջ, առաջնահերթ դեր է տրվում երեխային։ Եվ զույգերը մոռանում են, որ իրենք են ամենակարևոր անձիկ իրենց համար, հա, երեխային այդ գեր դերն է տրվում, որտեղ որ կինը շատ ներգրավվածություն է ունենում էլի արդարացիորեն երեխայի կյանքում, որտեղ առաջին տարիներին դա խիստ անհրաժեշտ է։ Տղամարդը այդտեղ իրեն կարող է զգալ անպետք, անօգնական ինչ որտեղ, երկրորդային դերերում է լինում, այո, եւ այստեղ արդեն շատ զույգի ներքին փոխհարաբերությունների խնդիրն է առաջանում, որը էլի հանգեցնում է նաև սեռական խնդիրների։ Կա նաև շատ նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել, բացի դերային փոփոխություններից, որ գալիս է ինչ-որ մի փուլ, որ զույգերը այնքան են մտերմանում, որտեղ այդ ընկերական փոխհարաբերություններն են եւ իհարկե դրանք զուգընկերային հարաբերություններում նաև պետք է լինեն, բայց նյուանսներ են բացառվում, որ մենք այնուամենայնիվ շարունակում ենք միմյանց համար մնալ կին եւ տղամարդ։ Առաջնային պլան։ Այո։ Պրիմիտիվ կենցաղային օրինակ, երբ լոգարանի դուռը չի փակվում, մտածելով թե 10-15-20 տարվա զուգընկերներ են, ինչ կա, հա, բայց սա փչացնում է այն անձնական տարածությունը, տարածքը, որը մեր ինդիվիդուալության մի մասն է կազմում, մենք չափազանց բաց ենք լինում, իսկ նմանատիպ հարաբերություններում կորում է այդ առեղծվածայնության զգացողությունը, որը նաև նպաստում է հստակ հորմոնի արտադրմանը, որը պատասխանատու է սեռական ցանկության համար։ Կամ զույգեր, որտեղ որ երկարատև փոխհարաբերությունների ժամանակ կորում է անհատականությունը, այսինքն անձի սահմանները, այսպես ասած, լեղոզվում են եւ ի վերջո անձը կորցնում է իր անհատականությունը եւ էգզիստենցիալ հարցեր են արդեն առաջ գալիս, ով եմ ես, ինչի մասին եմ ես, որոնք են իմ հետաքրքրությունները, արդյոք ես հետաքրքիր եմ, իսկ ինչու է զույգը դադարում միմյանց համար հետաքրքիր լինել, հա, նույն ընկերական շրջապատն է, անընդհատ նույն զբաղմունքներն են, կենցաղը նույնն է, 24 ժամ միասին են։ Ես շատ հորդորում եմ, որ մանավանդ տևական հարաբերություններում թե տղամարդը, թե կինը պետք է ունենան առանձին ընկերական շրջապատ, նաև բացի ընդհանուրից, առանձին հոբիներ, անհատական ժամանց իրենք միայն իրենց համար, ինչու ոչ նաև առանձին ճամփորդություններ, որովհետև դրանք էլ են կարևոր, որտեղ որ դիմացինը շարունակում է զարգանալ գտնվելով հարաբերությունների մեջ, անձնային տրանսֆորմացիաներ ապրել եւ շարունակել հետաքրքիր լինել, ինչու, որովհետեւ ողջ հարաբերությունների ընթացքում զույգը շարունակում է միմյանց բացահայտել նորովի։ Եվ սա ապահովում է այդ թարմության նորության զգացողությունը, ինչ լինում է հարաբերությունների սկզբում, որին շատ ձգտում են, եւ իհարկե սեռական ցանկությունը նույնպես։ Շատ հաճախ, երբ որ դիմում են սեռական ցանկության բացակայության գանգատով, պատճառներից մեկը լինում է դավաճանությունը։ Արդյոք հնարավոր է դավաճանությունից հետո անհատի մոտ պահպանվի սեռական ցանկությունը։ Նախ նշեմ, որ դավաճանությունը շատ լուրջ կնճիռ է ստեղծում փոխհարաբերություններում, որովհետև սա շատ լուրջ հարված է փոխհարաբերությունների ուղղությամբ։ Հնարավոր է արդյոք պահպանել, թե ոչ, սա անհատական հարց է, որովհետև սկզբում հարց է առաջանում, արդյոք ցանկություն կա առհասարակ այն պահպանելու։ Եթե կա ցանկություն, ապա դա պահանջում է տևական աշխատանք։ Եվ զույգի էլի անհատական է, հա, զույգը կա հաղթահարի կանց, որովհետև գիտեք, շատ հաճախ մարդիկ սկսում են դիմել մասնագետի միայն այն ժամանակ, երբ արդեն խնդիրը տեղի է ունեցել։ Բայց դա եւ տարիներ։ Այո, բայց դավաճանությունը դա փոխհարաբերություններում առաջացած խնդրի արդեն վերջին փուլն է։ Երբ
դրա մասին չի բարձրաձայնվում, բայց գործողությամբ վկայվում է, որ մենք ունենք խնդիր։ Եվ եթե կանխարգելման մասին խոսենք, երբ լինում են առաջին ազդանշանները փոխհարաբերություններում, որ կա խնդիր, հարկ է դրա ուշադրություն դարձնել, դրա մասին խոսել, բարձրաձայնել եւ աշխատանք տանել։ Եթե խոսենք, երբ արդեն տեղի է ունեցել այդ փաստը եւ կոնկրետ սեռական ցանկությունների եւ հարաբերությունների որակի մասին, էլի շատ շերտեր կան, որոնք պետք է քննարկենք։ Իրական անկախ նրանից, թե դավաճանությունում կողմից է եղել կնոջ, թե տղամարդու, դա մեծ հարված է ինքնասիրությանը, ինքնագնահատականին, հարաբերություններում ապահովության, էլի վստահության մթնոլորտին։ Տեսեք, մենք եթե եւ մետաֆորիկ եւ ֆիզիկական իմաստով մենք սեռական ակտի ժամանակ բոլորովին մերկ ենք։ Եվ ֆիզիկապես, եւ հոգեպես, եւ չափազանց խոցելի։ Եվ եթե այն մարդը, ում հետ մենք այդ աստիճան մերկացել ենք եւ այդ աստիճան մեր խոցելիությունը ցույց ենք տվել, հարված է հասցնում այդ խոցելիությանը եւ ցավեցնում է, սա լուրջ խնդիրներ է ստեղծում զույգի փոխհարաբերություններում եւ առհասարակ սեռական ցանկության մասով, որովհետեւ նույնիսկ եթե սեռական փոխհարաբերությունները շարունակվում են, այստեղ շատ հարցականներ կան։ Արդյոք իսկապես ցանկություն կա։ Արդյոք այն զուգընկեր, ով դավաճանված է, բայց շարունակում է սեռական հարաբերությունները պահպանել, իրեն սեռական ակտից հետո դատարկված եւ տապալված եւ պարտված չի զգում, հա։ Արդյոք կարողանում է ամբողջապես ինտեգրվել այդ փոխհարաբերությունների մեջ, որովհետեւ սեռական ակտի ժամանակ էլի խոցելիության մասին եթե խոսենք, դա հանձնվելու մասին է ինչ որտեղ, հա։ Արդյոք նա պատրաստ է հանձնվել։ Այս խնդիրները հնարավոր են հաղթահարվեն, եթե մասնագետի հետ աշխատանք տարվի, որովհետև ցավոք սրտի, եթե փաստը արդեն տեղի է ունեցել, նույնիսկ եթե հարաբերությունները վիզուալ կան, շատ դեռ մեծ հարց է, ինչ է կատարվում ներսում այդ փոխհարաբերությունների։ Ես կարող եմ խոսել դրա մասին, հաշվի առնելով այն դեպքերը, որ եկել են ցանկության նվազման գանգատով, որի հիմքում պատճառներից մեկը եղել է դավաճանությունը, ու հիմնական այդ գանգատով եկել են կանայք, չեն կարողացել ներել։ Ընդհուպ միջև զզվանք, սեքսուալ ավերսիա, որը բավականին լուրջ դիագնոզ է, հա, սեքսոլոգիական, դե չհաշված տղամարդու կերպարի ամբողջական ընկնելը, հա, կնոջ աչքից, որը հաշվի առնելով խնդիրների ծանրությունը գրեթե անհնարին էր վերականգնելը։ Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն ասպեկտը, թե ինչ է տեղի ունենում դավաճանությունից հետո, նաև կախված է զուգընկերների եւ գիտակցական մակարդակից եւ հոգեբանական վիճակից, հոգեբանական հասունությունից, որովհետեւ շատ հաճախ օրինակ փոխկախյալ հարաբերություններում, երբ դավաճանություն է տեղի ունենում, փորձում են զուգընկերոջ հետ հարաբերությունների վերականգնում անել հակառակը, ակտիվ սեռական կյանքով։ Կարծես թե ինչ որտեղ դա դիտարկվում է վերադարձ եւ ապացույց, որ այդքան էլ վատ չէ ամեն ինչ, ես լավն եմ, որովհետեւ մրցակցություն։ Այո, որովհետեւ շատ հաճախ այդ դավաճանության ակտը ընկալվում է նաեւ որպես ուղերձ, որ դու բավականաչափ լավը չես։ Եվ կարիք է առաջանում ապացուցելու, որ ի վերջո ես լավն եմ։ Եվ դրսևորվում է իհարկե նաեւ ակտիվ սեռական կյանքով եւ մեկ այլ ասպեկտ էլ կա, որը մենք շատ քիչ ենք դիտարկում, շատ հաճախ կարող է զուգընկերոջ հանդեպ ունեցած ագրեսիան դրսևորվել սեռական ակտով, որովհետև ինքը սեռական ակտը արդեն իրենից ենթադրում է ագրեսիայի դրսևորում։ Դա կոնֆլիկտի ինչ-որ ձև է, հա, որը հանգուցալուծում է ունենում եւ տեղի է ունենում այդ օքսիտոցինի արդեն արտադրումը օրգանիզմում, որտեղ վերջնական այդ հաղթանակն է լինում։ Չբարձրաձայնված խնդիրները, չբարձրաձայնված ագրեսիան, չընդունումը կարող է ուղեկցվել այդ գերսեքսուալ վարքով, որտեղ որ ես կարիք ունեմ օրինակ հաղթելու քեզ։ Նույնիսկ կարող եմ ասել որոշ բարիերներ հաղթահարելով, այսինքն այն տաբուները, որոնք ունեցել են ժամանակին, հետո մտածել են կարող է դրա պատճառով եմ դավաճանել, այո, նույնիսկ դա են հաղթահարում։ Եվ դրա համար կուզեմ նաև նշել այն, որ եկեք չդեմոնիզացնենք, հա, այսպես ասած դավաճանության փաստը, որովհետև շատ հաճախ դա զուգընկերային հարաբերությունում տրանսֆորմացիայի կետ է։ Եվ միայն զույգից է կախված, դա կդառնա էլ ավելի լավ փոխհարաբերությունների սկիզբը, թե կլինի կործանման սկիզբը։ Կախված թե ինչպես են դա իրենք դիտարկում։
Ինչպես պահպանել սեռական հետաքրքրությունը եւ սեռական ցանկությունը զույգային հարաբերություններում երկար տարիների ընթացքում։ Առաջին հերթին թույլ տալ ինքներս մեզ ընդունել, որ մշտապես չի պահպանվելու։ Լինելու են փուլեր, երբ դա չի լինելու կյանքի առաջնահերթություն։ Եվ հաշտ լինենք այդ մտքի հետ, որովհետեւ երբ արդեն նախապես կա այդ լարվածությունը, որ ինչպես միշտ պահպանել, արդեն լարվածությունը ստեղծում է խնդիր հարաբերություններում, բայց երբ դիտարկում ենք, որ շատ լավ կյանքի այս փուլում մեր կյանքի առաջնահերթությունը այլ ասպեկտն է, եւ իհարկե դա չենք թողնում այդպես եւ գիտենք, որ անցումային փուլ պիտի լինի, որտեղ արդեն նոր մակարդակ բարձրանա։ Այո, նոր մակարդակ կլինի, իհարկե դա կարող է այլ ավելի լավ մակարդակ լինել։ Բայց բացի սրանից նաև շատ կարևոր է ընդգծել այն փաստը, որ մենք փոխհարաբերությունների մեջ, մանավանդ արդեն նշեցի, որ սեռական հարաբերությունների մեջ բոլորովին խոցելի եւ մերկ ենք, իսկ փոխհարաբերությունների մեջ մենք մտնում ենք մեր 3 էգո վիճակներով, դրանք են ներքին մեծահասակը, ներքին ծնողը եւ ներքին երեխան։ Բացի դրանից մենք սոցիումում հանդես ենք գալիս ինչ որ դերերով, հա, օրինակ աշխատանքի մեջ մենք մասնագետ ենք եւ միայն այդ դերն է պահանջվում, այլ դեր չի պահանջվում։ Զուգընկերային հարաբերություններում մեր անձը ամբողջապես է ներգրաված, մեր անձի բոլոր ասպեկտները ներգրաված են եւ այստեղ ներանձնային աշխատանքը հնարավորություն է տալիս գիտակցվածության մակարդակը բարձրացնել եւ հասկանալ, այ հիմա ինչ է կատարվում մեր հարաբերություններում, այն պահանջմունքները, որոնք որ ես բարձրաձայնում եմ եւ բավարարված չեն, դրանք իսկապես վերաբերվում են իմ զուգընկերոջը, թե դրանք ծնողական ընտանիքից ինչ որ պահանջմունքներ են, որոնք առ այսօր չեն բավարարվել եւ ես այդ բեռը փորձում եմ նաեւ զուգընկերոջ միջոցով, այո։ Եվ իհարկե պահպանել այն փաստը, որ անկախ նրանից, որ դուք ծնող եք, գուցե արդեն, չգիտեմ, բավականին հասուն տարիք եք կամ դեռ պատրաստվում եք լինել, դուք առաջին հերթին տղամարդ եւ կին եք եւ իրար համար եք եւ այստեղ շատ կարեւոր փաստ կա, եթե զուգընկերներից գոնե մեկը դադարում է հետաքրքիր լինել ինքն իրեն, դա սկսում է միանգամից դրսևորվել նաեւ հարաբերություններում։ Այսինքն այն ինչպես եմ ես ինձ ընկալում, միանշանակ պրոյեկտվելու է նաև զուգընկերոջ վրա։ Եթե հայելու մեջ ես դադարում եմ ինձ սիրել, ցանկանալ, հիանալ, հետաքրքրվել իմ անձով, ես դա պրոյեկտելու եմ զուգընկերոջ վրա։ Եվ եթե տևական աշխատանք է կատարվում, որտեղ ներանձնային աճ է լինում, անձնային աճ է լինում, մասնագիտական աճ է լինում, տրանսֆորմացիաներ են լինում, որտեղ ես շարունակում եմ ինքս ինձ հետաքրքիր լինել, շարունակում եմ հիանալ ինքս ինձնով, ինչ որ փոփոխություններ ունենալ, դա միանշանակ դրական է ազդում նաև փոխհարաբերությունների, այո, եւ նաև իհարկե սեռական կյանքի վրա։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ վերջում եկեք մեր խորհուրդ տանք մեր զույգերին, դուք որպես հոգեբան, ես որպես սեքսոլոգ։ Իմ խորհուրդն է անկախ ամեն ինչից խոսել, որովհետև բոլոր խնդիրները զուգընկերային փոխհարաբերություններում սկսվում են լռելուց, կոմունիկացիայի բացակայությունից։ Այո, թող ձեզ չընդունեն, թող ձեզ մերժեն, թող դուք վախենաք, թող դուք անցնեք այդ բարիերներով, հաղթահարեք եւ բարձրաձայնեք այն ինչ ձեր ներսում կա, այդ պահին գուցե դուք չստանաք այն ինչ որ ակնկալում եք, բայց դա միանշանակ սերմ է գցելու զուգընկերային հարաբերություններում փոփոխություններին, որովհետև նույնիսկ եթե այդ պահին ձեր զուգընկերը ձեր ցանկալի պատասխանը ձեզ չտա, այդ հարցերը միևնույն է շարունակելու են իր գլխում հետո պտտվել։ Եվ ինչ որ մի օր, ինչ որ հանգուցալուծում այդ ամեն ինչին տրվելու է։ Կոմունիկացիայի, կոնտակտի հենց կարևոր բացակայությունն է զույգային հարաբերություններում, բերում խնդիրներին եւ ներանձնային հարաբերություններում եւ սեռական դաշտում։ Գոնե սկսել խոսելուց։ Եվ իհարկե ֆիզիոլոգիական տեսանկյունից հետևել ֆիզիկական ակտիվությանը եւ առողջ ապրելակերպին։ Հաղորդման գործընկերն է Մաքսուս կենսաակտիվ հավելումները։